Բարելույս, ավստրալիական Walk Free Foundation իրավապաշտպան հիմնադրամը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հետազոտական ինստիտուտների և գիտնականների հետ համատեղ կազմել է ստրկության համաշխարհային ցուցիչը Global Slavery Index 2013-ը։ Վարկանիշում ընդգրկվել է 162 երկիր, որոնք ներկայացված են նվազման կարգով։ Հայաստանը վարկանիշային աղյուսակում 57-րդ տեղում է։ Այստեղ ստրկության մեջ համարվում է 10-ից 11 հազար մարդ։ Մեր հարևան երկրներից Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են համապատասխանաբար 50-րդ և 51-րդ տեղերում, Թուրքիան 90-րդն է։ Ցկյանաս ուսումնառության հայաստանյան լիգան և DVV International կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարում են ամենամյա լրագրողական մրցույթ, լավագույն հոդված և տեսանյութ Ցկյանաս ուսումնառության թեմայով։ Միջազգային պրակտիկայում Ցկյանաս ուսումնառությունը սահմանվում է որպես կյանքի ընթացքում եղած ուսումնական բոլոր գործողությունների ամբողջություն, որի նպատակն է կատարելագործել գիտելիքը, հմտություններն ու կարողությունները ի շահ անձնական և հասարակական առաջընթացի։ Բարսելոնա և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի նվիրված «Ցանկանում եմ լինել Մեսսի» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր հոկտեմբերի 18-ին Մադրիդում։ Ֆիլմը մի քանի երիտասարդ պատանիների մասին է, որոնք երազում են կրկնել Մեսսիի փառահեղ կարիերան։ Երևանում այս պահին 0-ից բարձր 11 աստիճան է, ծանոթացեք եղանակի տեսությանը ամբողջ Հայաստանում։